Որսորդը վայրի նապաստակի բույնը նետում ակիսի։ Ակիսի փոքրիկ մարմինը ազատորեն շարժվում է նապաստակի բույնի ներսում։ Նրա շնչման տակ, մեկը մյուսի հետևից, նապաստակները դուրս են վազում։ Որսորդական շունը կանգնած է ելքի մոտ, պատրաստ մահացու հարված հասցնելու ցանկացած նապաստակի, որը դուրս է գալիս բույնից։ Այս վայրում նապաստակները վերածվել են իսկական աղետի։ Դաշտերում ամենուրեք փոսեր են։ Դրանք լուրջ վնաս են հասցնում տեղի բնակիչների բերքին։ Էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնելու համար հրավիրվել են մասնագետներ, որոնք ակիսների եւ շների օգնությամբ արդյունավետորեն որսում են վայրի նապաստակներ, նվազեցնելով նրանց թիվը։ Ակիսի կողմից բույնից դուրս քշված նապաստակները հանկարծակի բախվում են որսորդական շների հարձակմանը եւ նույնիսկ ժամանակ չունեն դիմադրելու։ Նրանց վազքի արագությունը չափազանց բարձր է։ Եթե նման անազնիվ որսորդական մեթոդ չլիներ, նրանց բռնելը շատ դժվար կլիներ։ Հաճախ շները վազում են մինչև ուժասպառ լինելը եւ միևնույն չեն կարողանում ոչ մեկին բռնել։ Վերջապես, կայծակնային արագությամբ նապաստակներից մեկը կարողանում է դուրս պրծնել շան բերանից։ Որոշ նապաստակներ հազիվ դուրս գալով բույնից անմիջապես պատառոտում են շները։ Այս նապաստակը դուրս վազելով մահացու հետապնդման է ենթարկվում։ Նա ամեն ինչ անում է իրեն պրկելու համար, բայց վերջում նրան միևնույնը բռնում է որսորդական շունը։